Ես տարիքով այնքան մեծ չեմ, որ հիշեմ թուրքերի, մողոլ սելջուկների արշավանքների ժամանակ որոշ դեպքեր եղել է, բոլշևիկների ժամանակ շատ քիչ դեպքեր են եղել, բայց ժամանակակից պատմության մեջ չեմ հիշում, որ եղած լինի, եւ վերջին ոչ միայն Հայաստանում չեմ հիշում, ոչ միտեղ չեմ հիշում։ Եթե նման մի բան անեն մահմեդական երկրներում, այդ երկրներում այդ իշխանությունը երևի մեկ օրվա կյանք չէր ունենա։ Եթե սա անեին որևէ քրիստոնյա երկրում, ես չգիտեմ, դժվար է որևէ անուն տալ, թե ինչա կատարվում հիմա։ Եկեղեցու դռները փակ, հոգևորականները ձեռնարկված, այսինքն եկեղեցու հալածանքները, որի մասին գրված է Սուրբ գրքում, հենց մեր երկրում է պիտի սկսվեին, ամեն ինչ այստեղից սկսվում է, սա մի փոքր մոդել է այդ սատանայական գործերի, այստեղով է սկսվում, սատանան այստեղ է եկել եւ պետքա փորձվի հենց առաջի քրիստոնյա ազգը, մենք թանկ ենք, շատ թանկ հոգիներ ենք եւ սատանան հանգիստ չի թողնի այս ազգին թափատալու, ցնցելու է եւ եկեղեցին եւ հասարակությունը։ Եթե մենք արժանի եղանք այս փորձություններից դուրս կգանք եւ կշտկենք մեր մեջքը, եթե արժանի չեղանք, սա կլինի արդեն մեր եւ անկախության ավարտը եւ որպես ազգ այդ ազգի վախճանը։ Դրանում որևէ կասկած չկա։ Պետությունը ինչ ցնցումների մեջ ասես կարող է մտնել դուրս գալ եւ մենք վստահ կլինենք, որ մեր հավատքով եւ մեր ոգով մենք կարող ենք պահել այն, ինչ հավերժ է եւ այն, ինչ մեր սրտում անկործանելի, բայց հենց որ սատանան իր թաթը գցեց հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, կործանումը անխուսափելի է։ Այս ժողովուրդը ապագա չի ունենա, եթե հայ առաքելական Սուրբ եկեղեցին հալածանքների ենթարկվի եւ դա կուլ տան։ Այս ժողովրդի վերջին օրերը կլինեն։ Սա հիշեք։ Մեր հասարակությունը կարողանում է պատվով անցնել այդ փորձության միջով, թե մենք դեռ կլենք ունենք։ Ոչ, չի կարողանում, որովհետեւ մենք հիմա կրում ենք այն արժանի պատիժը, որը վաստակել ենք մեր 35 տարի անկախ կոչված ժամանակահատվածում, փոխանակ Աստծո շնորհած հայրենիքը պահեինք, պահպանեինք աչքի լույսի նման, մենք ուղղակի թալանեցինք, ցփնեցինք, մեր տղաների արյունը պղծեցինք, հայրենիքը բաժանեցինք թշնամիների միջև եւ էլի է բաժանվելու, հիշեք, եկեղեցին գրավում են, այս գրոհը եկեղեցու վրա, միայն նրա համար է, որ այս հայրենիքը վերջնականապես ջնջվի քարտեզից։ Խոսք են տվել, որոշ մարդիկ խոսք են տվել, որ Հայաստան չի լինելու։ Այդ խոսքի մի մասը հայ առաքելական եկեղեցու ոչնչացուն, առանց դրա չեն կարող։ Մեկ եկեղեցի էլ մնա կանգուն քահանան ներսում, չի լինելու դրանց ծրագիրը։ Եվ չի լինելու, իհարկե պատժվելու են։ Իհարկե նրանք պատժվելու են առաջի հերթին Տիրոջ կողմից։ Ես որպես քրիստոնյա պատիժ, որ ասում եմ, նկատի ունեմ Աստծո պատիժը։ Նրանց բոլորի տներում այդ Աստծո պատիժը լինելու է։ Այդ տներում սարսափելի կորուստներ է լինելու։ Աստծո կամոք, կրկնում եմ, Աստծո կամոք։ Եվ շատ ենք զգուշացել, հիմա էլ չեմ ասում զգուշ եղեք, որովհետև արդեն գառները ու այծերը առանձնացված են աջ եւ ձախ կողմը։ Այլևս ես չեմ կարող նրանց ասեմ զգուշ եղեք, նրանց ասեմ լավ մտածեք, նրանք անցել են բոլոր սահմանները։ Եվ տեսեք, թե ինչ արհավիրքներ են մտնելու նրանց ընտանիքները, ովքեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր հավատքի դեմ ծավալել են այս խայտառակ մողոլ թաթարաթուրքական արշավը։ Մի բան էլ եմ ուզում հարցնել, Արամ Տեր Արամի այսպես
հայտարարության հիման վրա այս ամենը տեղի ունեցավ։ Ուզում եմ հասկանալ, որքան հասկացա դուք հաճախ եք եկեղեցում լինում, երբևէ մեր հոգևորականների կողմից լսել եք կոչեր ընդդիմության հավաքներին մասնակցելու։ Ես 20 տարի է բոլոր պատարակներին մասնակցում եմ, նման կոչեր ոչ միայն չեմ լսել, այլև ոչ մի հոգևորական իրեն թույլ չէր տա նման կոչեր անելու, որովհետև դա ոչ մի անգամ, ոչ միայն այս իշխանության օրոք, ընդհանրապես 20 տարվա մեջ ես չեմ լսել, որ հոգևորականը բացի իր ուրեմն հոգևոր թեմաներից կոչեր անի ինչ-որ բաների մասնակցելու։ Հոգևորականը կարող է կոչ անի Աստծո պատգամներով ապրելու, որը արդեն դեմ է այս այլանդակությանը, այս բաղծությանը։ Հոգևորականը իր ցանկացած բառով կոչ է անում պայքարել այս իշխանության դեմ, որտեղ Քրիստոսի պատգամներով ապրողը չի կարող ընդունել այս բաղծությունները, սրանք պիղծ են։ Ինչ կոչ անեն այդ հոգևորականները, սովորական աստվածաշնչյան իրենց մեկնաբանությունը, բանը ամեն ինչը սրանց դեմ է, Աստված բառը ասում ես, արդեն սրանց դեմ է։ Հասկանում եք, իսկ ինչ վերաբերում է Տեր Արամ կոչված Հուդային, որը 30 արծաթով ծախեց հավատքը եկեղեցին, իր եղբայրներին, ես նրա մասին ընդհանրապես ասելիք չունեմ, Աստված նրա դատաստանը կտեսնի այնպես, որ բոլորը կիմանաք։